իշխանությունները պնդում են, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, որտեղ են քաղբանտարկյալները։ Իշխանությունները ինչ ուզեն կարող են պնդել, իշխանությունները նաև պնդում են, որ իրենք չեն հանձնել Արցախը, դա իրենց գենետիկ կոդի մեջ է սրտել։ Հայաստանի Հանրապետությունում կան քաղբանտարկյալներ, շուրջ 50 քաղբանտարկյալ, որը խայտառակ թիվ է։ Բացի նրանից, որ Հայաստանում թիրախավորվում են անձինք, հայլախոհներ, նաև թիրախավորվում են լրատվամիջոցներ, այս դեպքը, անտիֆեյքի դեպքը ոչ միայն անձանց, մեր ընկերների Նարեկի և Վազգենի, այլ նաև լրատվական ծառայության, այսինքն անտիֆեյքի թիրախավորման փորձ է, հիշեցնենք, որ փորձ էր կատարվում սարքերը արգրավել, բայց աջակիցների միջոցով նոր սարքավորումներ գնվեց, իսկ այն խայտառակ իրավիճակը, որ Հայաստանում առկա է քաղբանտարկյալների հարցով, հաստատագրվել է թե Եվրոպայի ժողովրդական կուսակցության կողմից դեռևս Ամենաշխարհային անազատության ժամանակ, թե Կենտրոնամեկ դեմոկրատների միության կողմից եւ մի շարքան հատկական գործիչների եւ միջազգային կառույցների կողմից։ Նարեկի եւ Վազգենի նախորդ այս նույն դրամաբանության դատավարության ընթացքում ներկային միջազգային կառույցների ներկայացուցիչներ, Նարեկի եւ Վազգենի դեպք ներառվել է միջազգային զեկույցներում մի շարք, բայց այդ ամենը շատ փոքր արձագանք է միջազգային կառույցների կողմից, հաշվի առնելով իրենք նախորդիվ մինչև 18 թվականը ինչպես էին խոսում այս հարցի շուրջ։ Հենց դրա մասին է ուզում նաև հարցնել, ինչու է անհամարժեք արձագանքը եւ ինչու էր օրինակ Սպիտալսկին մասնակցում դատավարական պրոցեսների եւ այս պահին մենք միջազգային կառույցներից չունենք նման այսպես ակտիվ աջակցություն։ Ներողություն մի բան էլ ես հավելեմ, աշխարհաքաղաքական առևտրի դրսևորում համարում եք լրությունը։ Վերջին շրջանում միջազգային կառույցներից գալի հատվածը, չեմ ուզում բոլորը բառօգտագործեմ, բայց մեծամասնությունը, ինչպես դուք նշեցիք, աշխարհաքաղաքական շահերը նախընտրում են արժեքահեն քաղաքականության, այն արժեքները, որոնք իրենք դավանում էին, որոնք եւ քարոզում են, իրենք են դավաճանել այդ արժեքներին եւ չեն խոսում ակնհայտ մարդու իրավունքների խախտումների, ակնհայտ քաղբանտարկյալների դեպքերի մասին։ Սա ինչպես ես արդեն նշեցի, աշխարհաքաղաքական շահերը գերադասելն է արժեքահեն քաղաքականությանը, որը անդադար պիտի բարձրաձայնվի։ Այսօր գիշերը Հանրապետականի երիտասարդական կազմակերպության անդամները ողջ քաղաքը ողողել են գրաֆիտիներով, տրանսպորտի վրա է փակցվել քաղբանտարկյալների, բոլոր քաղբանտարկյալների նկարները, Հանրապետականը շարունակում է կոչանել, որ այս հարցում պիտի լինի միասնական 100% միասնական մոտեցում, չկան իմ եւ քո քաղբանտարկյալներ եւ վերգետնյա անցումներից կամուրջներից փակցվել են մեր քաղբանտարկյալ ընկերների լուսանկարները եւ իրազեկման ակցիան դրանով ավարտվել է։ Այսօր օրվա ընթացքում եւս մեկ ակցիա է Հանրապետականը պլանավորում, որը ձեր նշած հարցերի ծիրի մեջ է, տրամաբանության մեջ է, բայց այդ մասին երևի հաջորդի արդեն ակցիայից հետո։ Պարոն Մամիջանյան, վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ ազատ խոսքը լրացվում է ոչ միայն իրավական գործընթացներով, այլև բռունցքներով։ Դուք այս գործընթացը, այս գործողություններն ինչպես եք գնահատում վաղ իշխանությունների կողմից քննադատության նկատմամբ, թե ուժի ցուցադրում։ Խայտառակություն են դա որակում, ինձ բացարձակ չի հետաքրքրում իրանց դրդապատճառները, իրանց վախն է, իրանց կաշվի համար, թե կներեք խոսակցական բառից համար հավարկածություն։ Դա որևէ կապ չունի։ Միրան Հակոբյանի դեպքը խայտառակ օրինակ է բռնության կիրառման հասարակական գործի նկատմամբ եւ ինչպես շատ իմ գործընկերներ նշել են, եթե տարիներ առաջ Միրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակի դեպքը բացահայտվեր կամ Էդգար Ղազարյանին նկատմամբ իրականացված բռնության դեպքը բացահայտվեր, գուցե այս դեպքը տեղի չունենար։ Այնուամենայնիվ առողջություն մաղթենք Միրանին եւ եւս մեկ անգամ ընդգծենք, որ նմանօրինակ դրսևորումները անթույլատրելի են որևէ բացատրություն, հեքիաթ իշխանությունների կողմից, բայց խոսքի ազատությունը ունի, դա որևէ կապ չունի։ Եթե այո, Փաշինյանի գրառումը եւ մի քանի մարդ էլ փորձել է հետևից թելաթելի որևէ դրամաբանություն չկա, որով կարելի ասել դե լավ ոչինչ, այս պարագայում նորմալ է, որ հասարակական գործի նկատմամբ բռնություն են կիրառել, կամ առավել եւս, որ իրավապահ համակարգ օգտագործել են այս կամ այն քաղաքական գործին լրացնելու համար։ Դա անընդունելի է, որևէ բացատրություն, որևէ պատճառաբանություններ այստեղ տեղի ունենալ չեն կարող, ինչ վերաբերվում է սահմանների մասին, Փաշինյանը թույլ է խոսալու նայի, իր կողմնակիցների խոսելու նայի, այս բոլոր դեպքերում առաջինը
Առհասարակ առաջին Հայաստանի հասարակական դաշտ հայհոյախոսությունը եւ խայտարակ բառապաշարը բերել է ինքը Փաշինյանը, ինքը մինչեւ Վարդան Ղուկասյանի գոյությունը դոգմա կանոնով ինքն էր դոգը, այսպես ձևակերպենք, դա մեկ։ Երկրորդ, հիմա էլ իր կողմնակիցները չեն, որ էթիկայի ինչ-որ անհասկանալի թերթումներ են փորձում իրենց ընդունել, բայց դա որևէ կապ չունի, իրենք շարունակում են լինել հայհոյախոսության, տհաճ, անընդունելի բառապաշարի կարևորագույն ռետրանսլյատորները Հայաստանի հասարակական դաշտում, այնպես ով խոսի իրենք իրավունք չունեն։ Կոնկրետ Նարեկի եւ Վազգենի պարագայում մենք ունենք մի խայտարակ դեպք, ազգային ժողովի աթոռին նստած մարդը հայհոյում է տղաներին, տղաները պատասխանում են իրեն եւ իր իսկ դիմումի հիման վրա հայտնվում են անազատության մեջ, նույնը կարելի է ասել նաեւ 168-ի նկատմամբ ծավալված ճնշումների վերաբերյալ, որտեղ նույնպես նախաձեռնողը Ալեն Սիմոնյանն է, այնպես որ այստեղ որևէ քննարկելու բան, սա արդյոք սա քաղաքական հետապնդում է թե չէ։ Պարոն Մամուջանյան, եւ վերջին մի ճշգրտում նաեւ հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված պրոցեսների վերաբերյալ քաղբանտարկյանների թվում այնպես է ստացվել, որ բարձրաստիճան հոգեվորականներ են եւ չի բացառում նրանց թիվը աճի, եթե չընկրկեն Փաշինյանի այսպես առաջարկների առաջ։ Հիմա դուք ինչպես եք պատկերացնում հանգուցալուծումը, ինչ պիտի անի հայ առաքելական եկեղեցին, հանրությունը եւ քաղաքական շրջանը։ Ես ներողություն եմ խնդրում, բայց այնքան հանդգնություն, այնքան անհամեստություն չեմ ունենա կյանքումս, որովհետեւ որևէ խորհուրդ տամ 1700-րյա կառույցի։ Ինչպես որ որոշի առաքելական սուրբ եկեղեցի դեր առաջնորդական հայրապետը, մենք խոնարհաբար կկատարենք մեր պարտականությունները, սիրով ընդորում պարտականություն բառը այդքան էլ լավ բառ չի, որպես հավատավոր քրիստոնյաներ մեր առաքելական եկեղեցու հետևորդներ։ Ես հատուկ չսկսեցի նշել, բացի մեր սրբազան հայրերից, բացի մեր պայքարի ընկերներից սրբազան պայքարի շրջանակներում Նարեկից, Վազգենից, Դավիթից, բարերար Սամվել Կարապետյանից, հատուկ չեմ նշում անունները, որովհետև շատ էական է, որ բոլորի անունները բոլոր քաղաքականների համար անհրաժեշտ է պայքարել, անհրաժեշտ է անդադար հնչեղություն հաղորդել այդ հարցի թե մեր քաղաքական եւ թե մեր միջազգային գործընկերների համար, որովհետև այդ մարդիկ մեր փոխարեն իրենք անձեր չեն, դա պայքարի եղբայրության պայքարի նկատմամբ բռնաճնշում է եւ անձերի ընտրությունը այստեղ բացարձակ էական չի, իրենց փոխարեն կարող են լինել մեզանություններ։